Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են պատգամավորության 3 թեկնածուներ՝ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, Ժառանգությունից Ստյոպա Սաֆարյանը եւ անկուսակցական լրագրող Գայանե Արուստամյանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ իրենց 3-ի հնարավորություններն էլ հավասար է գնահատում, սակայն Ավանում իրենք կընտրեն իր արած գործերի եւ ոչ թե բանավեճերին մասնակցելու համար։ Քաղաքական կուսակցության ծրագիրը ներկայացնի ինչը քաղաքական բանավեճով է բանա լեզվի մցավազք չի, որ դուք գնանք բոլորը ինձ գիտեք, ես եմ եւ ես չեմ պատրաստում կնոջ հետ եւ ինձ չեմ համարում ճիշտ, որ կնոջ հետ գնամ նստեմ քաղաքական բանավեճի եւ սկսեմ 4 վեճեր, ու հետո բանից բացվի, որ ես առավելություն ունեցա ինձ գամ տղամարդ, որ կնոջը հաղթեցի։ Եվ եթե պարոն Հայրապետյանը ջենտլմենություն է փորձել դրսևորել, այդ դեպքում եթե կնոջը չի բանավիճում եւ այդքան ջենտլմեն է, ես նրան առաջարկում եմ հանել իր թեկնածությունը հոգուտ կնոջ։ Մարդուն իր արած գործով ու ճանաչելիությամբ են ժողովուրդը գնահատում։ Ես ծնվել եմ, պապերս են ծնվել, պապերս են ծնվել Ավանում, այսինքն գոնե, ես չեմ ասում 100% որ կարող է ընտրվեն, բայց այն ամենին ինձ լինելու են մարդիկ, որ իմ ազգուտակն են, բարեկամներն են, որ բավականին շատ մեծ են իմ ընկերները եւ վերջապես տասնյակ տարիներով ես այս համայնքում ապրել եմ, ցանկացած խնդիրներ եմ լուծել։ Պապական գործոնը նույնպես քաղաքական կատեգորիա չէ եւ պարոն Հայրապետյանը չգիտի, որ պատգամավորը, որը ընտրվում է եւ գնում է ազգային ժողով, կոնկրետ ինչ-որ տեղանքի համար չի աշխատում, դա օրենսդրական ոլորտն է։ Տարիներ շարունակ, տասնյակ տարիներ ապրել եմ այս համայնքում, շփվել եմ ընտրողների հետ, իմ բազմաթիվ տեսակի տարբեր հարցերով առնչություն եմ ունեցել, յանց խնդրանքներն եմ կատարել կամ օգնել եմ հազար մի բաներ։ Պարոն Հայրապետյանը Ավանում տարածել է վախի մթնոլորտ, պարոն Հայրապետյանը կեղեքել է Ավանի ժողովրդին եւ ես կարծում եմ, որ Ավանի ժողովուրդը, եթե այս անգամ հաղթահարի այդ վախը, պետք է մերժի պարոն Հայրապետյանին։ Ես ասում եմ, դեք ասում եք, շտաբներ չկա, չկա, խնդի չկա, թո դիմենից, ոչ էլ թո վճարի, ես կվճարեմ ես փոխարեն։ Կտամ։ Եթե չեք կարող շտաբ ջարեք, իջի եք մտնում քաղաքականության մեջ այն մեծ։ Ես էլ էլի բանը, հասկանում եք ինչ է նշանակում, ամբողջ մի տարածքում չեն կարող շտաբ ջարել։ Պատկերացնում է արդյոք պարոն Հայրապետյանը, որ ազգային ժողովը հենց այդ բանավեճի հարթակն է, հենց այդ քննարկման հարթակն է, այսինքն այնտեղ բանավոր խոսքը առարկայանում է եւ դառնում օրենքներ։ Եվ եթե չպետք է քննարկվեն այդ նախագծերը եւ չպետք է լինի բանավեճ եւ չպետք է լինեն առարկություններ, ինչպես է հնարավոր համագործակցել մի մարդու հետ, որը հրաժարվում է խոսել։ Ես զոհ երբեք չեմ դառնում, այ իմ հետ առնչվելուց զոհեր լինում են, ես զոհ չեմ դառնում։